Ձեզ համար ընդունելի է, ինչ կատարվում է եկեղեցու շուրջ հոգևորականների կալանավորում, այն օրը ԱԱԾ-ն ամբողջ դիմակավորված անձինք ներխուժել էին Մայրաթոր, ինչ այսպես ասած աննախադեպ։ Ո՞նց եք վերաբերվում այս ամենի, ընդունելի է այս ամենը ձեզ համար։ Եթե մարդիկ օրենք են խախտում, եթե օրենքին հակառակ են գնում, պետք է պատասխան տան դրա համար։ Բայց ինչ փաստ կա, որ օրենքին հակառակ են։ Փաստերը հեռուստատեսությամբ ցույց են տալիս, լրատվամիջոցներով ցույց են տալիս, փաստերը չեք տեսնում դուք։ Բայց փաստաբանները պնդում են, որ դրանք ընդհանրապես մոնտաժված տեսանյութեր են, այնինչ հրապարակել է քննչականը։ Ես էլ լսել եմ, որ մոնտաժված չի, իրականություն է։ Այդ դեպքում այդ թղթի վրա, որը իշխանական կայքում էր հրապարակված, գրված է 2024 թվական, 1 տարի շարունակ ինչ են մեր իրավապահները։ Ասում են, որ 24 թվականից սկսել են, շարունակելու են մինչև 25-26 թվական։ 1 տարի շարունակ է։ Կարող է 2 տարի տևի, դա ինչ կապ ունի։ 24 թվականին սկսել են ծրագիրը։ Հիմա 24 թվականին չի լինի, 25-ին կլինի, 26-ին, այդ մարդիկ աշխատում են անդղը։ Իսկ ներխուժումը Մայրաթոր ձեզ համար այդ տեսարանը ընդունելի է, ցանկացած։ Ուրեմն մի հարցրի, իմ համար ընդունելի է, թե ընդունելի չի։ Որպես քաղաքացի։ Որպես քաղաքացի իմ համար ընդունելի է այն, որ պետք է ամեն ինչ լինի օրենքի սահմաններում։ Անգամ Մայրաթոր ներխուժումը։ Անգամ որտեղ ուզում ա։ Եթե օրենքա խախտում է,